ազգային ժողովի նախագահն ասում է գնացեք ծանոթացեք։ Դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա։ Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, հա, իրան հարցնեմ այդ հարցերը։ Հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու եւ ներկայացնելու հունիսի 7-ին։ Դա է իրականությունը։ Իդեպ Աշոտին ազգանունը չեմ մանում, բայց բոլոր հարցերին շատ պարկեշտ, շատ պատշաճ, շատ ճիշտ եւ սպառիչ պատասխաններ ներկայացնում։ Ի տարբերություն շատերի, ովքեր այստեղից ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ եւ մեր հարցերին են պատասխանում։ Հիմա Դոնթի բանաձևի հետ կապված, այո, շատ ճիշտ նկատեցիք, Դոնթի բանաձևով ընդդիմությանը պաշտոններ են հասանելի։ Հիմա հիշեցնեմ այդ ընտրությունները ինչպես տեղի ունեցան։ Քանի անգամ ազգային ժողովի ընդդիմությանը վերապահված փոխնախագահի քվեարկությունները սաբոտաժի ենթարկեցիք։ Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ այո ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի հաստիկ պաշտոնը։ Քանի անգամ դեմ քվեարկեցիք։ 14, շնորհակալություն։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Օրենքով այո նախատեսված է, բայց դուք ասում եք օրենքով ձեզ է նախատեսված, բայց մեր քիմքին հաջո մարդու պետք է նշանակեք։ Բարև ձեզ, ձեր մեծամասնության։ Դուք առաջարկեք, բայց մենք կորոշենք։ Հետո ինչ եղավ, ազգային ժողովի փոխնախագահին քվեարկեցիք, հեռացեցիք պաշտոնից, հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պիտի մասնակցենք, իհարկե ոչ։